Ողջույն, դուք դիտում եք լրազումը, այսօր ես իմ գործընկեր Դերենիկ Մալխասյանի և քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցելու եմ այսօրվա լրահոսի 1-2 կարևոր թեմաների շուրջ։ Նախ սկսենք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, այսօր Ռոբերտ Քոչարյանը բավականին ծավալուն հարցազրույց էր տվել Ռուսաստանում լույս տեսնող հայկական Նոև Կավչեկ լրատվամիջոցին։ Դերենիկ Քոչարյանը անընդհատ խոսում է իր տասնամյակի ընթացքում ձեռք բերված տնտեսական հաջողությունների մասին, արդյոք սա նշանակում է, որ այդպիսով Քոչարյանը փորձում է այսպես համոզել, որ իր ժամանակ լավ է եղել և դա կարող է հիմք հանդիսանալ իր վերադարձի համար։ Բնական է, Սարգիս, որ ինքը պետք է խոսա տնտեսական հաջողությունների մասին և դա չափազանցություն չի, իրոք տնտեսական ցուցանիշներով Քոչարյանի ժամանակահատվածը աչքի է ընկնում տնտեսական վերելքով։ Հիմա դա բոլորին բավարարում էր, չէր բավարարում, այլ խնդիր է ամեն ինչ դիտարկվում է համեմատականների մեջ և եթե այդ համեմատականները տնտեսական աճի, ռեալ աճի ցուցանիշներով ենք համեմատում, օրինակ Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, ապա Ռոբերտ Քոչարյանը իրոք շահացի կարգավիճակում է և շատ բնական է, որ ունենալով ինչ-ինչ քաղաքական նպատակներ, նա փորձում է դա ներկայացնել, այսինքն դա դարձնել խաղաթուղթ և կարծում եմ, որ դա վատ խաղաթուղթ չէ։ Ինչ վերաբերվում է Քոչարյանի հավանական վերադառնալ չվերադառնալուն, կարծեմ այդպեսի, այսինքն ինչքանով դեր կկատարի նրա վերադառնալու մեջ այդ տնտեսական հաջողությունները, կարծում եմ շատ մեծ դերակատարություն կունենա, եթե իհարկե Քոչարյանը մտնի մեծ քաղաքականություն և հավակնություն ներկայացնի իշխանության գալու։ Եվ ես իր հարցազրույցի մեջ ամենայն դեպս չտեսա, որ նա բացառեր իր վերադարձը, մասնավորապես նշում է հանգամանքներից է կախված, դա ինչ հանգամանքներ է կարող ենք ենթադրել, մոտավորապես երևի քաղաքական ուժերի դասավորվածությունն է և առաջին հերթին հանրության վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այստեղ բավականին խոսելու թեմա կա այդ հարցի հետ կապված, երևի մյուս հարցի ժամանակ խոսեմ հենց այդ թեմայի շուրջ։ Բացի այդ Քոչարյանը նաև նշում է, որ 60 տարեկանը բավականին ծաղկուն շրջան է քաղաքականություն վերադառնալու համար, ամեն դեպքում Արմեն Քոչարյանը ասում է, որ Հայաստանում այս պահին խնդիրներից մեկը, որ պետք է լուծվի, դա ապամենաշնորհացումն է և բարձրաստիճան չինովնիկների ախորժակի զսպումը և նրանց հարազատների ախորժակի զսպումը։ Ես որքանով հիշում եմ, մենաշնորհներ բավականին ծաղկուն կերպով գոյանում էին նաև Քոչարյանի շրջանում և նաև չինովնիկների ու նրանց հարազատների ախորժակը ևս մեծ էր։ Արդյոք Քոչարյանը փորձում է հանրության համար ցանկալի բաներ խոսել, որպեսզի գրավի լայն զանգվածների ուշադրությունը։ Հետաքրքիր է այդ հարցը, որովհետև բացառել ասել, որ Քոչարյանի ժամանակ մոնոպոլիա չի եղել, սխալ կանի, բայց ես կարող եմ հիշել այս պահի մի հատ հետաքրքիր օրինակ մոնոպոլիայի վերացման, որը Հայաստանի տնտեսության վրա ահռելի ազդեցություն է ունեցել, դա Արմենտելի մոնոպոլիայի վերացումն է, դա հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք է տեղի ունեցել, երբ 2005 թվականին Vivassel-ը մտավ շուկա, այդ մոնոպոլիան վերացնելով այսօր տեսնում ենք մենք ինտերնետի ինչպիսի հասանելի դարձավ, այդ շարժական ինտերնետը հասանելի դարձավ, գները ինչպես փոխվեցին, 250 դրամից այսօր 20-30 դրամով կարելի է խոսել, Orange-ն ու Vivassel-ը միասին ստեղծեցին մոտ 2000 աշխատատեղ ու տնտեսության վրա շատ դրական ազդեցություն է ունեցել։ Սերժ Սարգսյանի շրջանում խոսել նման օրինակի մասին շատ դժվար կլինի, գոնե նման օրինակներ Ռոբերտ Քոչարյանի օրոք կան, հետո Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական աճն էր մեծ ու հնարավոր էր մոնոպոլիաների որոշակի ձևավորումն է, բայց կար նաև որոշակի քայլեր, որպես այդ մոնոպոլիաները վերացնեն, հա, դրա համար է ինքը այդպիսի այսպես ասած համոզվածությամբ կարողանում խոսել այդ թեմայի շուրջ։ Նույն նայեք, ասենք Արմենտելի օրինակը, որը ահռելի ազդեցություն է ունեցել տնտեսության վրա ու մեծ դրական ազդեցություն է։ Այսօր 2000 աշխատատեղ ստեղծելը շատ մեծ խնդիր է Հայաստան, բայց ստեղծել է ու տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել դրական։ Բացի այդ, դիտարկելով կոնկրետ պաշտոնյայի կամ նախագահի կառավարման ժամանակահատվածը, շատ սխալ եզրանկումներ կարող ենք անել
միայն այդ ժամանակահատվածը վերցնելով եւ այն չդարձնելով պատմական շղթայի մի օղակներից մեկը։ Իսկ եթե նայում ենք մենք անկախ Հայաստանի պատմական քաղաքական զարգացումների դինամիկան, ապա հետեւյալ շրջանները կարող ենք առանձնացնել կապիտալի նախնական կուտակում, սկիզբը, որը տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման շրջանի երկրորդ հատվածում հիմնականում, հետո գալիս է դա համաշխարհային գործընթաց է, այդպես եթե կարող ենք ասել, այսինքն բազմաթիվ երկրներում այդ գործընթացը տեղի է ունեցել։ Այնուհետև գալիս է կապիտալի բյուրեղացման շրջան, երբ կապիտալը սկսվում է կուտակվել եւ բյուրեղանալ, այսինքն գոյանում են օլիգարխներ կամ օլիգոպոլիաներ, որոնք սերտորեն համագործակցության մեջ են բնականաբար իշխանությունների հետ։ Այ ճիշտ քաղաքականություն վարելուց հետ դեպքում այդ օլիգոպոլիաները կամ օլիգարխիան մտցնում է օրինական դաշտ եւ արդեն կարծես թե բերում է ստաբիլություն եւ օրինականություն։ Բնական է, որ այդ շրջանում կապիտալի կուտակումը ոչ միշտ է որ ուղեկցվել է օրինական գործողություններով կամ օրենքի շրջանակներում է այդ տեղի ունեցել։ Պետության խնդիրն է ոչ թե կուլակաթափ անել, այսինքն բոլորին նստացնել եւ խլել հարստությունը, այլ օրինականացնել այդ կուտակված հարստությունը, որովհետեւ կուլակաթափությունը, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ոչ մի լավ բանի չի հանգեցնում։ Այսինքն պետք է երաշխավորել սեփականության իրավունքը շատ ամուր, թե քաղաքական, թե եւ իրավական ակտերով եւ փորձել օրինականացնել այդ կեղտոտ կապիտալը։ Կարող է պարադոքսալ հնչի, բայց պատմությունը ուրիշ դաս մեզ չի տալիս, քանզի պատկերացրեք ինչ կսկսվի, եթե հանկարծ որոշեն սկսել վհուկների որս կուլակաթափ անելով հարուստներին։ Դա բնականաբար այդ հարստությունը չի բաժանվելու ժողովրդին, այդ հարստությունը կուտակվելու է բարձրագույն իշխանությունների մոտ։ Սերժ Սարգսյանը փորձեց իր լրատվամիջոցներով, իրեն ենթակա քաղաքական եւ ոչ քաղաքական գործիչներով այսպիսի մի ընկալում ձևավորել հասարակության մեջ, որ հարստությունը շատ բան է եւ պետք է խլել այդ հարստությունը օլիգարխների ձեռքից։ Եվ իդեպ իր մոտ բավականին լավ ստացվում էր։ Դա եւ տեսանք ինչ եղավ, այդ հարստությունը չի բաժանվում ժողովրդին, այդպիսի պրակտիկա չկա, այդ հարստությունը կենտրոնանում է հենց իրենց ձեռքերում, այսինքն չինովնիկների ձեռքերում, բարձրագույն չինովնիկների ձեռքերում։ Օրինակ նույն Միկա Բաղդասարովի սննկացումը։ Ես չեմ կարծում, որ ասենք բնականon ճանապարհով սննկացավ, այսինքն այդ մարդուն օգնեցին, որ սննկանար։ Հիմա ուր է Միկա Բաղդասարովի ասենք հարստությունը։ Բնականաբար դա չի ասել ինձ, քեզ կամ Արմենին կամ մնացածին։ Դա ինչ որ մեկի, ինչ որ մի չինովնիկի սեփականությունն է դարձել, նրա հնարավորությունները եւ նրա ենթադրեն գույքը։ Քոչարյանի օրոք նաեւ օլիգարխներին կամ մոնոպոլիաներին եթե անդրադառնանք, հիմնականում կապիտալի կուտակում տեղի է ունենում ոչ թե բարձրաստիճան չինովնիկների մոտ, ես հիմնականում տոկոսային հարաբերակցությամբ, այլ շատ սովորական մարդկանց, բիզնեսմենների, որոնք սերտորեն համագործակցում են իշխանությունների հետ, բայց միաժամանակ իշխանության մաս չէին կազմում, այսինքն բարձրաստիճան պաշտոնյա չէին։ Եթե նայենք, ասենք հիմիկվա օլիգարխներին, որոնք հարստացել են Քոչարյանի ժամանակ, ապա կտեսնենք, որ նրանք պետական պաշտոնյա չլինելով են հարստացել։ Դա չի բացառում, որ համագործակցել են իշխանությունների հետ։ Նույն ասենք Գագիկ Ծառուկյանը, եթե վերցնենք, երբևիցե ասենք post չի զբաղեցրել բարձրաստիճան, բայց հիմա Սերժ Սարգսյանի օրոք եթե նայենք, խոսվում է օրինակ հարկայինի պետ, մաքսայինի պետ Գագիկ Խաչատրյանի մասին, որը կուտակել է ահռելի հարստություն։ Դե կներեք, պետական պաշտոն զբաղեցնելով ինչպես կարելի է կուտակել ահռելի գումարներ։ Դա միայն, ասենք, ուրիշներից խլելով եւ օգտագործելով քո լծակները։ Երևի Քոչարյանը հենց այդ մասին է խոսում, որ պետք է չինովնիկներին հեռու պահել բիզնեսից, դա իր ժամանակ պետք է սկսվեր, որը չի արվել, ես համարում եմ Քոչարյանի ժամանակաշրջանի ամենամեծ բաց թողումներից մեկը։ Եվ դրա իսկ պատճառով է, որ հիմա մենք ունենք այս իրավիճակը։ Այսօրվա թեմաներից մյուսն էլ այն էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ պատրաստ է իր խաղաղապահ զորքերին տեղակայել
Ուկրաինայում։ Արմեն, որքանով են խաղաղապահ զորքերը, որքանով են պատրաստ իրագործել խաղաղապահ գործունեություն, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ի կենտրոնական ֆիգուրը Ռուսաստանն է։ Եթե թույլ կտաս մի փոքր կոմենտ էլ կատարեմ հարցազրույցի վերաբերյալ ու անցնենք առաջ, խոսենք նաև դրա մասին։ Ռոբերտ Քոչյանը խոսեց նաև, որ պետք չի բյուջեն ավելացնել, այլ պետք է աշխատատեղեր ստեղծել։ Եթե թվերով նայենք 2008 թվականին 746 միլիարդ դրամ էր Հայաստանի բյուջեն, 2014 թվականին բյուջեն հասել է 1.134, եթե չեմ սխալվում, միլիարդ դրամի, մոտավորապես 52% բյուջեի աճ է տեղի ունեցել, բայց եթե նայում ենք տնտեսական ցուցանիշներին, աղքատությունը 26%-ից բարձրացել է 37%, հնան կրճատվել է, մեկ շնչի հաշվով հնան կրճատվել է էլի, մենք դեռևս չենք հասել 2008 թվականի հնայի թվերին, սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ընտրած մոդելը, որը ընտրել է տնտեսությունը ղեկավարելու, շատ վտանգավոր է, ու մոդելը, որը նաև խոսեց Դերենիկը դրա մասին, մոդելը այնպիսին է, որ ոչ կուլակաթափության տարբերակն է ընտրվել, հա, երբ որ Սերժ Սարգսյանի եղբայրը փայ է մտնում բոլոր բիզնեսներում, դա տնտեսական մոդել է, հա, ու իրենք իրենց են վերցնում, ոչ թե հանրության մեջ են բաժանում։ Իսկ այդպես պատմության ընթացքում կուլակաթափությունը երբեք չի լինում, որ հանրության մեջ են բաժանում։ Կուլակաթափությունը լինում է, որ վերցնում են իրենց, նույն Ստալինից առաջ էր, երբ որ ամեն ինչ դրանց այդ տարբերակով է տեղի ունեցել, հա։ Գնալով դեպի քո նշած հարցը, հարցի վերաբերյալ ասեմ, խաղաղապահ պատկերացնել այս պահին դժվար է, հա, որովհետև պատերազմ է գնում ու միանշանակ ՀԱՊԿ-ն չի պատրաստել այնտեղ խաղաղություն հաստատի, կոնֆլիկտ է հասունանում, որը ավելի խոշոր ուժերի բախում է, ասել որ դա ՀԱՊԿ-ի բախում է լինելու, ՀԱՊԿ-ն կարող է այնտեղ խաղաղություն ապահովի, դժվար է պատկերացնել, դրա համար Հայաստանը պետք է հնարավորինս դուրս մնա այդ գործընթացին, Հայաստանը երբեք չպետք է խառնի այդ գործընթացին, ճիշտ է դա մի քիչ խնդիրային էլ է, ոնց ենք դա ապավելու, բայց միանշանակ է, եթե մենք մտանք այդ գործընթացի մեջ, ապա դրա մեջ մեզ միայն վնասներ է հասցրելու, մաքսիմալ ձևով պետք է դուրս մնալ այդ գործընթացը։ Խաղաղապահ զորքերի մասին խոսելը անիմաստ է, նույն ասենք ՆԱՏՕ-ն էլ կարող է փորձել խաղաղապահ գործողություն կատարել, բայց դա խաղաղապահ գործողություն չի լինելու, դա լինելու է պատերազմի շարունակություն, ավելի մեծ, այսպես ասած, ծավալով, ու այդ ծավալը վտանգավոր է լինելու մեր համար։ Մենք մաքսիմալ պետք է անենք դուրս մնալու այդ խաղերից, այդ խաղերի մենք չպետք է ներկա լինենք։ Ես այստեղ ռեալ իրոք վտանգ եմ տեսնում, որովհետև Պուտինը հայտնվելով միջազգային մեկուսացման մեջ փորձելու է ցույց տալ, որ ինքը միայնակ չէ եւ ՀԱՊԿ-ն ամենահարմար ֆորմատն է, որպեսզի ցույց տա, թե իր կողքին ինչպիսի պետություններ կան եւ այս բարակայում, եթե գոյություն ունեն նույն ՀԱՊԿ-ի արագարձականկման զորքերը, որի մեջ ակտիվորեն ներգրաված է նաեւ հայկական կողմը, հնարավոր է, որ գտնեն ինչ-որ ձևաչափ այդ զորքերը այնտեղ հասցնելու համար, որը շատ վտանգավոր է, եթե գտնի Պուտինը այն ձևաչափը, որով խաղաղապահ զորքեր կլինեն, չգիտեմ, կամ օպերատիվ արձագանքման զորքեր կլինեն Ուկրաինայում, իրեն կարևոր է այնտեղ ոչ թե Հայաստանի զորքը կամ Ղազախստանի զորքը, այլ կարևոր է այդ դրոշները, որը ասենք հայկական դրոշը, ղազախական դրոշը կլինի այդ զորքերի վերևում ցույց տալու համար, որ այդքան էլ իզոլացված չէ։ Եվ այս բարակայում Հայաստանին շատ ու շատ դժվար է լինելու իր դրոշը, ասենք, արևելյան Ուկրաինայում չծածանելու համար։ Իրոք նման բարտագույն կոնֆլիկտի մեջ ներքաշվել այդ մանրադրամի կարգավիճակում ամենևին էլ չի բխում Հայաստանի պետական շահերից։ Շնորհակալություն Դերենիկ, շնորհակալություն Արմեն։ Այսպեսին էր այսօր լրազումը, շարունակեք դիտել Civilnet։